Հարկելի ունգընտիրներ, սույն ցայնակիր երիզով գուկանք հաղորդելու գիլիգիո թեմի նորնդիր գաթողիկոս Կարեկին երկրորդ աթորագիցի խոսքը իմաստնավորի լիպանահայության։ Այս պատկամը ամիսմա առաջ լույս տեսավ լիպանահայ մամուլի մեջ, հետո լույս տեսավ փոքրիկ քրքույգոմը և հիմա ցայնակիր երիզի միջոցով գուկանք հաղորդագից դարձնել ցեզ նորին վեհապարության մտածումներն ու մտահոգությունները հանդեպ իր ժողովրդին հրամցնելով իր իսկ ցայնը ցեզի։ Սույն ցայնակրությունը կատարված է 4 սեպտեմբեր 1977-ին Թբրևանքի ամարանոցի մեջ Բիգֆայա Լիպանան մասնակիտական կատարողությամբ Ֆոլիդիսկ հաստատության մածունյան եղբայրք։ Հավատացյալ հայորդիկ, որի Լիբանան, մարդկային միտքի պատմության, իմաստասիրական աշխարհի ամենեն ազնվական առաքելադիպ դեմքը Սոկրատ իր մտածումի ու կյանքի կերակուն եւ անթարամելի գդակը հանձնեց մարդկության սազույգ բարերով։ Ծանիլ ըսքեզ։ Շուրջ 2500 տարիներ այս բարերը քալեցին պատմության այլազան ուղիներով, անցան երկրե երգիր, արձագանքեցին մարդոց սիրտերուն և միտքերուն մեջ, զարդարեցին ճակատները ակադեմական հաստատություններու, տեսակ լեզուներու դարազներ հական, բայց միշտ մնացին նոր ու թարմ, փոշի չտեսան, ըստ վեր չհական, ընթագարակը, փոշին սրպեցին փոշոդյալ միտքերեն, ըստ վերներ փարադեցին մթակնյալ սիրտերեն, կյանքի նոր երանք տվին, նոր երանք ավելցուցին, նոր ուղի բացին բոլոր անոնց համար, որոնց սիրտերուն մեջ գասկածն ու բախը, անորոշությունն ու անցկությունը խռովք ու շփոթ էին ստեղծեր, նույնիսկ անոնց համար, որոնք ինքնահավանության և ամբարտավանության սկացումներով ինքնապահության և ինքնարտարության փետուրներ էին հակեր։ Այս բոլորին համար և բոլոր ժամանակներուն և երկնքի կապույտին տակ տարածված բոլոր աշխարհներուն մեջ Սոկրատ պատկամեց. «Ջանցիր տուն քեզ»։ Ոմանց համար բալասան եղան այս բարերը, ուրիշներուն համար ապտակ, բայց բոլորին համար ինքնագիտակցության կրկիր և առողջարար ցնցում։ Բարձ է, որ մարդ իր ապրումի և գործի արագ ընթացքի մեջ
բնականորեն գդարվի կյանքի հոսանքեն։ Մանավանդ ներկա այս տարում, երբ կյանքը բազմաբադիկ ավելի արագ ընթացք ունի հաղորդակցության միջոցներու եւ արտիկ գործնաբաշտ եւ մեքենական ապրելագերբի ու գործելագերբի պայմաններու պերումով մարդ հաճախ չանդրադառնար, թե ինչպես առավոտը հասեր է արդեն երեկոյի մայրամուտին եւ թե ինչպես երկուշաբթին շաբաթ օրվա հանգրվանին է թևագոխեր, ամսակլուխն է արդեն եկեր եւ ահա դարին իր ավարտին է մոտեցեր ու փոքրիկները սկսերեն գաղանդ բաբայի մասին խոսել։ Մշտակնած ու հորցանուտ կերիպես ընթացող այս կյանքի հոսանքին հանձնվող մարդը ովևէ ժամանակի ավելի ներգայիս պետք ունի եկեղեցվոմը գամարներուն դակ երբեմն ինքնամփոփվելու։ Հարկ է, որ իր աչքերուն նայված կհավաքելով դուրսեն, իր մե անտին ձավալած դարաձումի 4 ծակերեն, ինչպես արևն իր ճարակայթի փեշերը կհավաքե գեսորվան գետրոնացումին համար, զայն սևերը իր անցին վրա եւ ճանակ գտնել ինքզինքը իր իրական գերբարին մեջ եւ դեսնե ինքզինքը հայեցողական այն հայելիին մեջ, որ գուզե ինքզինք պատկերացված տեսնել իր գամեցողության խորակուն, բարձրակուն եւ ազնվակուն փապակներով եւ գամ մարդ իր դան մեջ հանդարտ ու ինքնակետրոն բահմը պետք է ստեղծե եւ ինչպես աբագի ոսպնյակ մը գպրնե արևուն դիմաց եւ ջարակայտները հավաքելով գետրոնացնե վասն ջերմության եւ գրագի այնպես եւ իր ապրումները իր մտածումները սկացումները փորձառությունները սպասումները ակնկալությունները ցանկությունները երազները ցկտումները հուսախապությունները հաջողությունները ցախողությունները մեկ խոսքով իր ողջ կյանքը մտավոր բրիսմագի ինքնահայեցողության խորակնին եւ իրադես նայվածքին դակ բերե ինքզինքը որոնե որբեսի նորոգյալ սրդով ու վճռական արի գեցվածքով դեսնե սերն ու ջերմագը կորշն ու կունադյալը եւ ըստ այնմ ճշտե իր նոր ուղին բասն առավել լույսի եւ խնդիր ճշմարիտ երջանկության նույն կյանքի իմաստասերը Սոկրատ մարդ էյագի մարդությունը փիլիսոփայական խորհրդության առարգատ դարձուցած կսե չքննարկված կյանքը ապրիլն անգամ չարժեր այո որովհետև խոդի ու գենտանական կոյության սկայրանական վիճակեն շատ տարբեր կյանքը չէ այդ բավերականորեն մարդկային կոչվելու արժանի բնականորեն ինչ որ ճշմարիտ է անհատ մարդուն ճշմարիտ է նաև ասկին կամ հավաքականության համար որովհետև եթե ժողովուրդը ինքզինք ասկ կսկա գմբրնե եւ գուզե որպես այդպիսին արժևորել պետք է ինքզինքը հասկնա որպես համայնական անձնավորություն այլապես հավաքականությունը կդատաբարդվի անհատներու սոսկ ամփոխը կումարմ ըլլալու խեղճ ու մագերեսային կոյավիճակին բարեկամներ ըլլա անհադի ըլլա ասկի բարակային ինքնոգետրոնացումի ու ինքնակննական ոգիով ինքնադեսումի այս հրամայականը այսպես կոչված նոր դարբան արիթով կատարվելիք բարդականությունը չէ արդեն դուք գիտեք նոր դարին այլևս իր ընկերային ու գենցաղական հաջողական ու վաճառականացիալ պատկերին մեջ նման արիտն անգամ կզլանա մարդուն երբեմն անհադիմը ու ասկիմը կյանքին մեջ որոշ դեպքը գացությունը հանգրվանը ավելի հարմար արիտներ կստեղծեն նման ախտաջանաչումի փորձիմը քան բարակայական արիտը որ առհասարակ նոր դարբան հետ կառնչվի մեր սովորական իմացումին ու կյանքի սովորութենականացիալ ավանդությանց մեջ լիբանանի հայ կյանքին մեջ նման բացառիկ արիթմն է
անցնող դարիներու ընթացքին Լիբանանի մեջ մղված ներքին գրիվներու եւ անոնց հառաջ բերած քանթումներու եւ ցնցումներու ցավալի երևույթ անցնող անոնց հետևող ներգայի համեմատական խաղաղության շրջանը մեզ գմղե անդրադառնալու մեր կյանքին վրա եւ վերագանքնումի ու վերագառուցումի սա սկզբնական օրերուն մտածելու մեր անելիքի մասին ադիգա բարդականությունը յուրաքանչյուր անհավին ինչպես յուրաքանչյուր գազագերբության ու հաստատության եւ առհասարակ մեր ողջ համայնքին իր եկեղեցական ասկային իշխանություններով եւ բոլոր հասարակական գազագերբություններով միասին որպես աթորագից կաթողիկոս Մեծիդան Անգելիկյո մեր սրդին շատ մոդիկ սկալով Լիբանանի հայոց ներկայի վիճակը բարդ կսկանք մեր հայրական հոգածության մասնավոր առարգա դարձնել զայն հրավիրելով Լիբանանի մեր հարազատները որ ինքն անդրադարձումի լուրջ մտասևեռում ունենան եւ ըստ այնմ բադասխանադության կերակույն աստիճանով գազմագերբեն իրենց կյանք մենք չենք ուզեր անդրադառնալ այն դեպքերում որոնք ահավոր աննախընթաց հուզումի եւ ցնցումի ենթարկեցին Լիբանանի ամբողջ ժողովուրդը եւ անոնց շարքին հայ համայնքը դակնաբի ծանր օրերուն անցնող դարվան 1976-ի հոկտեմբերին հոգեգան մխիթարություն եղավ մեզ համար ամերիկայեն կալ եւ այցելել Լիբանան եւ ուղղակիորեն անձնապես դեղեկանալ դիրող գացության մեր վերադարձին մանրազնին դեղեկագրով առանցին կրկույկով հանուն մեկ ասկի իսեր մեկ աբակայի խորակրինդակ դբաց 10,000 օրինակով բարձեցինք մեր դեսած Միացյալ Նահանգներու ու Կանադայի 4 տարածքին վրա շրջակայեցանք քաղաք առ քաղաք ու քարոզներով դասախոսական ելույթներով լուսաբատգերներու ցուցադրությամբ ներկայացուցինք ու մեկնաբանեցինք Լիբանահայ մեր ժողովրդի դարաբանքը այսպես Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Լոնգ Այլանդի, Բոստոնի, Ուստրի, Սպրինգֆիլդի, Նյու Բրիթանի, Վաշինգտոնի, Ֆիլադելֆիա, Դիթրոյթի, Ռեյսինի, Տալսայի, Ֆորթ Ուեյնի, Պրովիդենսի, Լոս Անջելեսի, Սան Ֆրանցիսկոյի, Ֆրեզնոյի, Կանադայի, Մոնտրեալի, Թորոնտոյի եւ այլ շրջաններու մեջ անձամբ խոսեցանք եւ հանգանակություն կատարեցինք հայ օգնության միության եւ այլ ազգային եկեղեցական գազագերբությանց աջակցությամբ հadoop ծերնարկներ եղան նաեւ ամերիկայի այլ քաղաքներու մեջ որ մենք թեև անձամբ չկրցանք ներկա գտնվել բայց մեր դերակիրը ժողովրդին մատուցվեցավ եւ աջակցություն ապահովեցավ ինաբաստ Լիբանահայ մեր եղբայրերուն եւ քույրերուն այդ բոլոր ծերնակներու ընթացքին լայնորեն անդրադարձանք եւ հadoop շեշտավորումով բարձրորեն գնահատեցինք Լիբանահայության ցուցաբերած միասնականությունն ու քաչարի գեցվածքը իմաստուն քաղաքականությամբ եւ նվիրումի բարձրակույն աստիճանով հայտնաբերված հատկապես սրդապուխ ու գենտանի խոսքով շեշտեցինք հետևյալը գեղեցիկ սրդաբնտիչ եւ կարելի է ասել նեղության եւ դարաբանքի օրերու այս ծանր մթնոլորտի մեջ ուրախացուցիչ երևույթներն մեկը այն է որ հայությունը Լիբանանի մեջ միագամ է իր գեցվածքի մեջ հանդեպ Լիբանանին եւ իր աբակային երեք հայ հարանվանությունները Հայաստանյայց առաքելական եկեղեցին հայ կաթողիկե եւ հայ աբելանական համայնքները նույն դիրքը որտեղած են միասնապար գխորոտակցին միասին գշարժին եւ հաջս Լիբանանյան իշխանություններուն եւ օդար բեդություններուն գներգայանան որպես մեկ ժողովուրդ մեկ ասկ մեկ գեցվածքով միշտ պաշտպանելով Լիբանանի միությունը
ամբողջականությունը, ազատության սկզբունքը, փոխադարձ հարկանքի եւ եղբայրական գոյագեցության դրությունը։ Երեք հայ քաղաքական կուսակցությունները, հայ հեղափոխական դաշնակցությունը, ռամգավար ազատական կուսակցությունը եւ հնչագյան կուսակցությունը հաջախագի խորհրդակցություններով հարաճ բերած են միասնական քաղաքական դիրքավորում, մեկ կողմ թողնելով գաղափարական, քաղաքական եւ կուսակցական տարբերությունները, որոնք այս օրերուն նվազ ծանր կգշրեն հայության գշիրքին մեջ եւ ողջ հայության լիբանանի մեջ վերագանքնումի ընդհանրական իդեալը եւ համոզումը հասարակած նշանապանն են եւ ընդհանրական մտահոգություններու շահագրգռությունը համայն հայ ժողովրդին անխդիր։ Փառք Աստուծո եւ բադիվ մեր ժողովրդին, որ վերջ կդածեն ներքին վեճերը եւ հայ ժողովուրդը զերծ մնացած է եւ կշարունակե մնալ ներքին խռովությունները, դարագարձությունները եւ պախումները։ Այսօր հայը հայուն ցերկ չի բարձրացներ, հայը հայուն ցերկը գսեղմե, ցերկերը սեղմումով բռունցք կդառնան, բռունցքը ուժ, ուժը բարիս փայության, պաշտպանության եւ ապահովության համար։ Հասած է ժամանակը Լիբանանի մեջ, որ ոչ մեկ օդար ուժ գրնա հայը հայուն դեմ անել այսպիսի օրերում։ Հայության գերակույն շահը այլևս խոսք չէ, շրտնային արտահայտություն չէ, յանք է եւ գործ։ Դարձյալ սա ուրիշ եւ նույնքան բերջախոս վկայություն մնե հայու հասուն ազգայնության եւ ազգայնականության մասին։ Սա այնպիսի տրական եւ ոգևորիչ երևույթ մնե, որ սիրտ կուտա այլապես սրդահատության եւ հուսալքության առաջնորդող նեղության այս օրերում։ Այսպես վկայեցինք, երբ Ամերիկա էինք։ Այժմ Լիբանան ենք, Գիլիգյան աթոռի որպես աթոռագից կաթողիկոս։ Մեր ընտրության եւ օծման առիթով բազում տեսակցություններ ունեցանք եկեղեցական, պետական, դիվանագիտական, քաղաքական դեմքերու եւ պարիսիրական գազագերբության ներկայացուցիչներու հետ Լիբանանի ընդհանուր գացության մասին։ Մեր ազգային, եկեղեցական, քաղաքական, գրթական, մշակութային, հայրենակցական, պարիսիրական, երիտասարդական միություններու ու գազագերբություններու ներկայացուցիչներեն ոմանց հետ շնորհավորական այցելությանց առիթով եւ այլ բարականերու պերումով հանդիպումներ եւ խոսակցություններ ունեցանք Լիբանահայ մեր համայնքի գացության եւ գարիքներու մասին։ Հետևեցանք մեր ժողովրդի կյանքին, դիտեցինք որոշ երևույթներ եւ այսու խոսքով ի խորոց սրդի խոսք ընդհայությանն Լիբանանու գուզենք ձեր բոլորին հետ մդերմիկ զրույցի նստիլ եւ մեր գարկ մտածումները բաժնել ցեզի հետ որպես առիթ խորհրդածության, ինքնակնության եւ ինքնաճանաչման ջամփուն վրա ասկային եկեղեցական կյանքը ավելի առողջ տեսնելու նախանցախնդրութեն են մղված։ Նախ փառք կուտանք Աստուծո, որ գրիվները այժմ տատրած են եւ բնականոն կյանքի վերահաստատման ջիկերը կգազմեն առանցքը պետական եւ քաղաքական պատասխանատու շրջանակներու եւ մտածումին եւ աշխատանքին։ Երևակայեցեք, սիրելիք, ինչ խռովալից, վտանգալից դրության մեջ կապրեիք անցյալ դարի այս օրերում։ Ռումբերգ դեղային, արակահարվածյան հրազեններու դեղադարապը կխլացներ ծեր ագանչները։ Դուներուն մեջ փակված կմնայիք, հաջախ ջուրի եւ էլեկտրականության, երբեմն նույնիսկ գերագուրի անմիջական պետքերեն զրկված։ Բախը, անապահովությունը ձեր սրդերուն մեջ
անցկությամբ կգոդացներ ձեր ողջ էությունը։ Ձեր սիրելիներեն ոմանք երբեմն զոհ կերտային բադահական կնտակներու, երբեմն նույնիսկ ոմանց թաղման վերջին հարկան կդալու միջոց չէիք կրնար ունենալ։ Ձեզ մե ոմանց հարազատներն ու բարեկամները վիրավոր վիճակով հիվանդանոցի կամ դան մեջ կտարմանվեին, քաչարի դղակ ու աղջիկներ, գործ ու դուն թողած, անիշխանական այդ օրերուն ինքնապաշտպանության նվիրական ու գենսական կորձին լծված էին, ոմանց դուները քանտված, ոմանց գործադեղիները ավերակված, ոմանց ինչկերը կրաբված, ոմանք բարեկամներու կամ ասկականներու դուներուն մեջ աբաստան կդած, զորն ասեմ, դուք ինձ մեջ շատը գիտեք, բայց մեկ բան պետք է ասեմ, եւ դուք ալ ինձի հետ կրկնեցեք կխնդրեմ, Փառք քեզ Աստված, հաղաքս ամենայնի Տեր, փառք քեզ։ Գոհություն տանք Աստուծո, որ փոթորիգեն եւ մռիգեն ետք մեզի բարգեւեց սա համեմատաբար խաղաղ կյանքը անցնող 10 ամիսներու ընթացքին, ուր մենք հաջողեցանք համեստ ու սերմ չափերով ու պայմաններով անշուշտ շարունակել մեր թե անհատական գործերը եւ թե ազգային եկեղեցական, գրթական, դպրոցական ու մշակութային կյանքը։ Ինչ գեղեցիկ, սրդարուչ եւ կոդեբնտիչ բահ էր մեզ համար դեսնել մեր ժողովրդի հոգեգան մխիթարության, կողունակության ու ցնծության վիճակը մեծիդանն գիրիկյո վեհապար հայրաբերին նորին սուրբ օծություն դերդեր խորեն առաջին գաթողիկոսի կահանայական սերնատրության 40-ամյա հոպելյանին եւ անոր անմիջապես հաջորդող աթորագից կաթողիկոսի ընդրության եւ օծման հանդիսություններուն արիթով ստեղծված։ Ինչպես շատեր անձնապես կարտահայտվեին հաճախ ասելով նոր շունչ քաշեցինք, ասկային եկեղեցական ոգևորության օրեր ապրեցանք, Գարձես վերանորոգվեցանք, փառք քեզ Աստված։ Ինչ գեղեցիկ երևույթ է, սա վերջին մի քանի շաբաթներու ընթացքին դպրոցական ամավերջի հանդեսներուն առիթով դեսնել մեր ժողովրդի ցնծությունը